the colors hide. Evil thieves and beggars, never shall we die. Արա հելի բռնեց։ Չես աղ բռնում ահեր տարցի պես։ Առաջ դու աղբեր, չի նստեն։ Այնը նստան։ Այ հենց սենց աղ բռնում է դրա։ Հա ձողը կարա չխանգարի կոլեկտիվն։ Ապա ձողը չի խանգարում, ոչի բանը չի խանգարում, եթե այս ձևի ամանում։ Չէ, կոլեկտիվներին դնես կարող է խանգարի։ Չի խանգարում։ Ջան կոլեկտորը տեսել ես նրա վրա ոնց է հորսը։ Վլբատ գնա նայ արա։ Գողիր ոնց է։ Նոմը վակմից ես կնա։ Ապա էդ է էլի աղբեր։ Ինչ է։ 4 սան։ Մեծ ուզում եմ ջոգեմ խոլիգանի վրա սենց առաջ է էլի աղբեր։ Ապա բայց ճիշտ է որ մոտորը առաջ ունի։ Ինձ բարեկայում է։ The bell has been raised from its watery grave. Do you hear its sepulchral tone? Կդրում ենք տրավերսը մի քիչ շատ։ Չենք կդրում, որտեվ չենք ուզում կարտերին ձեր տանք, դնում ենք X5-ի կարտերով, սենց ծակ կարտերը։ Մի խոսքով X5-ի կարտերով դնում ենք ու մաքսիմալ հետ է մոտորը կանում, հեսա դնենք ցույց կտամ ոնց է։ Ուրեմն 2.5 ժամ տանջվելուց հետո ունենք այսպես արդյունք, մոտավոր որոշած է թե ոնց է մոտորը կանգնելու, այս մոտորը պրիմերկի համար է։ Մի խոսքով այսպես է, մեր կոլեկտորներով այնտեղ կարելի է ասել չի խանգարում, բայց մի քիչ այս կոլեկտորի այս վերջի մասը այստեղ մի քիչ ձևափոխելու ենք, որ կարդանին չկպնի, կամ էլ կարդանին ենք փոխելու ռուլի, այդ փոքր կարդան չկա, էլ ինչ կա, մոտավոր բարձրությունը սենց է լինելու, այս աջ կողմը ոնց կա տենց, ու էլ ուրիշ խնդիր չունենք, մնում է լապեքը վաղը սարքենք, դնենք ավտոյի վրա, այդքան տանջվելու արդյունքն է, էլի որ սենց լավ է ստացվել, Հայաստանում ոչ մի 36 կուզովի վրա սենց մոտոր դրած չի, որ այսքան հետ լինի, ստեղ ձևափոխվում այս ջրի կանալները, երկուսն էլ տանելու ենք սվար կանենք, փագենք, մեկը ստեղից բացենք, մյուսն էլ ստեղից վերև հանենք, որ չգա կպնին, գալի անսամ ստեղ կուզովին էր կպնում, տեղ չկար ձգելու, այդ կտրել ենք, որ ձևափոխենք, մի քիչ տրավերսից ենք վեկալ է, չգիտեմ այոմա, թե չէ մի քիչ շատ, բայց ուսիլենյա ենք անելու տրավերսնել, հա, մեկը դնելու ենք այս պադուշկեքով, երջորսի պադուշկեքա, դնելու ենք արդեն կաստամի սարկած լապեքով, տրուբով լապեքով, չէ, տրուբից լապա ենք սարկելու կաստամնի ու այդ լապեքով ենք ձգելու մոտորը տրավերսին, վсё, այսօր այսքան է, մնացածը վաղը կշարունակենք, վաղը երևի թե արդեն լապեքը կսարքենք, կոլեկտոր մալեկտորներ կձգենք ու հնարավոր է վերջնական տեղադրենք արդեն հիմնական մոտոր։ Լիքը տանջանքներից հետո, լիքը փորձերից հետո, սենց վստահ ասում եմ, որ լավ ձևով M60 B40 կամ M62 B44 մոտորը BMW E36-ի մեջ տեղավորելու համար պետք է տյունինգային կարտեր, որը որ պետք է պատվիրել դրսից, սպասել երկար, մինչև կգա կհասնի,
Իսկ մենք ոնց որ ոչ դրա հավեսն ունենք, ոչ դրա ժամանակը, ոչ էլ այդ անիմաստ ծախսված ավելնորդ $600, որ այդ կարտերի համար մենակ պետք է տանք։ Դրա համար որոշեցինք, որ չենք դնում այդ մատորը, որովհետև կա տարբերակ նույն չափ գումար ծախսելով մոտավորապես պլյուս մինուս մի քիչ ունենալ ավելի հզոր, ավելի նադյոժնի մատոր։ Շատ չքննադատեք, ցույց եմ տալիս, առել եմ մեքենա, որ քանդեմ այդ ավտոյի վրի մատորը հանեմ, դնեմ E36-ի մեջ։ Ուշակեք ինչ մեքենա է հիմա կոմենտներում, իսկ հիմա ցույց եմ տալիս։ Mercedes S-Class S500 մի խոսքով 5 լիտրանոց Mercedes-ի մատոր ենք դնում մի խոսքով BMW-ի մեջ։ Ամենակիչն էի ուզում ես տենց բան անեի, որովհետև իրականում իրանք կոնկուրենտ ֆիրմաներ են, բայց այստեղ մի հատ մեծ բայց կա, դրիֆտի մեջ կոնկուրենտ ֆիրմա գոյություն չունի, այս մատորը լավ է աշխատում, BMW E36-ը ու առհասարակ BMW-ն դրիֆտի մեջ իրեն շատ լավ է պահում, իր համար կա նախատեսված լիքը խադավոյ դետալներ, որոնք որ դրիֆտի համար են արտադրվում հենց, ու մենք ունենք կարկասով լավ E36, որի մեջ որ կդնենք այս նադյոժնի մատորը ու հանգիստ կքշենք։ Հիմա ցույց եմ տալի ինչ ենք առել։ Հետաքրքիր դաջիկ մաչիկներից։ Դաջիկ։ Ուրեմն այս OBD-ով միացող բանա, պրիբորա, կարելի ասել, հա, փոքր, որ իր վրա ամեն ինչ ցույց է տալիս, սպիդոմետր, տախոմետր, ջուր, չգիտեմ, վոլտաժ, ամեն ինչ ստեով տենալու ենք։ Այդ մեկ լավ բաներից, հա։ Սենց անեն, ենք ում դնենք։ Ամենալավ բաներից մեկ ու ամենաէժան է տեսա։ Իր ապահովիչներով, լարերով, ամեն ինչով, տումլերներ է, ճոտիկներ է, որ չիրեմ, ոնց են ասում, միացնող ու անջատող, պլյուս տե ունենք USB տեղ, պլյուս տե ունենք էլի վոլտաժ, պլյուս ունենք այս ավտոյի զարադուշնիկի տեղերը, որ են պրիկուրիվեցել է, պլյուս դրանից է սրա վրա, ու առել ենք ընդամենը 7000 դրամով այս։ Երորդը այս խոտտալու բանի համար է, էլի իր լարերով, ապահովիչով բանով եկել է, ռելեով, start-stop-ն է, այս կարմիրը, այս բանալին բացելու համար, այս start-stop, այս երկու ճոտիկ ինչի տակ ուզենք կարանք դնենք, վինտիլատորը կարելի է ու բենզանասոսը սրանից դնել, եթե բանով ալնելու, ճոտիկներով ալնելու, բենզանասոսը կարելի է դրանից միացնել։ Ու ամենակարևորը, սրանք եթե ատրիբուտիկա էր, ստե ամենակարևոր բանից մեկը, այս խամուտները երկաթից նախատեսված է այս տերմոլենտը փաթաթելու համար, որ ձիգ պահի չթուլանա, իսկ տերմոլենտը փաթաթվելու է ուրա, հա, կոլեկտորների վրա։ Եկեք երկու բառով ասեմ ինչ խնդիրների առաջ ենք կանգնել ու այս պահից սկսած ցույց կտամ արդեն ինչ ենք անում, ոնց ենք անում։ Ուրեմն այս կլասը դիմացի կարտերով է արտադրվել, այս կլասի համար շարժիչը M113 շարժիչնով չգիտի ասեմ իմացեք, բայց միևնույն ժամանակ այս մոտորի համար կա արտադրված հետևի կարտեր, որը եկել է օրինակ 211 ուժով եշքի վրա։ Մենք վերցրել ենք հետևի կարտերը հեսա, մենք վերցրել ենք հետևի կարտերի համար նախատեսված յուղի նասոսը, այս մեր յուղի նասոսն է, այս նոր յուղի նասոսն է, բայց եթե կնկատեք, ստեղ այս շեստյունքեն մեծ է, ստեղ փոքր, այսինքն մեզ պետք է կամ ցեպը երկարացնենք, կամ այս շեստյունքը կփոխենք, քանի որ մենք չենք ուզում այս մոտորը լրիվ քանդենք, սրանք վերցնում ենք, գնում ենք Ստեփանավան, մեր ընկեր Էդոյի մոտ, Էդոն մեզ ասեց համեցեք, իրով կօգնեմ, այդ շեստյունքը կփոխի, կտա մեզ, կբերենք հանգիստ, կդնենք մեր մոտորի վրա։ Պլյուս ունենք խնդիր կառոպկի հետ, այս կառոպկեն ոնց տենում եք սվարկա արած կառոպկա է, բայց սվարկա ենք արել BMW-ի համար, այսինքն BMW V8-ի
քիթ հասովար կարած BMW 8-ի համար նախատեսված, հիմա պետք է այս կառոպկեն տանենք, դիսկ պլիտա մախավիկը տանենք, որ մեր ընկեր Սուրոն էլի կիրովականում, գնում ենք կիրովական, հետո Ստեփանավան, որ մեր ընկեր Սուրոն փոխի քիթը, սարքի, հաշվարկներով, ամեն ինչով, պատրաստ, իդեալական, դնենք այս մոտորի վրա, դրա հետ մեկտեղ ունենք դիսկ պլիտա մախավիկի հետ կապված խնդիրներ, որոնք որ հենց այս պահին լուծվում են, գնում ենք դիսկ պլիտա մախավիկը վերցնելու արհեստավորների մոտից, ովքեր որ զբաղվում են դիսկ պլիտա մախավիկի վերանորոգմամբ, այդ ստուգելով ու ամեն ինչով ու շարժենք։ Գնաց ինչ ենք արել մենք ստեղ։ Մենք ստեղ փոխել ենք կրիշկի պրագլատկեքը, փոխել ենք այս վպուսնոյ կոլեկտորի տակի սաղ պրագլատկեքը, երկու կոմինն էլ փոխել ենք։ Ֆարսունկեքի սալնիկներն ենք փոխել, պիտի փոխենք հետևի կալենվալի սալնիկը, կալենվալի սալնիկը էրինգով, կալենվալի սալնիկը փոխենք, ասել ստացի մատորի կրիշկեքը, հենց սենց էլ դնելու ենք վրեն, կալենվալի սալնիկը փոխում ենք ու արդեն տերեկիտ կանենք, լրիվ հանած է մատորը մոցիկ, այս պրոստը դրել ենք տեղ չզբաղացնելու համար։ Լավ, անջտում, նորմալ, Ոչան թազա դիսկի է ունեցանք կերամիկը։ Սրա մեջ մտնում է, էլի խնդիրը մտնել, այս Չէ, ոչ մի պրոբլեմ։ այստեղից բամը չի գալիս, չէ՞, Չէ, ոչ մի։ Նոյագա բաշխած։ Դե ինչ, եկավ այդ օրը, լավ նորություն ունեմ ձեր համար, ես ստեղ չեմ եղել, հրաչ եմ մենակով, արդեն տեղադրել եմ մատորը։ Եկեք շատ չձգձգեմ, մի անգամից ցույց տամ, մատորը ոչ մի տեղից կախած չի, մատորը արդեն իր լապեքով տեղադրված է ավտոյի վրա, ճիշտ է, մենք հələ մի քանի անգամ իրան կհանենք, կդնենք, ինչ-որ բաներ ձևափոխելու համար, բայց այս արդեն ամենակարևոր ու առաջնային քայլն էր, որը որ մենք արել ենք։ Հիմա մենք ունենք ստեղ դիսկ պլիտա մախավիկ, առանց դրա ենք դրել։ Այս դիսկ պլիտա մախավիկը իդեալական սարքած պատրաստ վիճակում, որը որ պիտի տեղադրենք ավտոյի վրա, կառոպկեն ճիշտ ասած արդեն ձգած է իր տեղը, բայց դե հանելու ենք դիսկ պլիտա մախավիկը տեղադրենք ու մի խոսքով արդեն վերջնական մոտորը կտեղադրենք, կանցնենք հոսանքային ու մնացած հարցերին։ Ես շատ ուրախ եմ, որ արդեն այդ երևում է, որ գործը գնում է առաջ, ինչ ունենք անելու էլ, մոտորի տեղադրելուց հետո սաղ չպրծավ, էլի, ստեղ լիքը գործ ամանում էլ անելու, ոնց տենում եք, այս կոլեկտորի այդ պրագլատկեքն է, այս կոլեկտորը պիտի ձևափոխվի, ստեղից կտրել ենք, ստեղ փակվում է, ուրիշ տեղից է բացվում կամ սենց մի քիչ ուրիշ ձև է տարվում, մի խոսքով, որ տեղավորվի ու կարողանանք իջացնենք իրան ներքև։ Նույնը նաև այս կոլեկտորը, այս մեկի հետ մի քիչ ավելի դաժան ենք վարվելու, ես ոնց հասկացա, ոնց պատկերացրի, ստեղից այսպես լրիվ կտրվում, փակվում է ու բացվելու է մոտավորապես այս մեջտեղից որ իջնի ներքև։ Всё, այսքանը այսօրվա համար։ Դե մենք էլ այսքան տանջվում ենք, ձեզնից հասնում է բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք լայքի կոճակը, սեղմեք զանգակը, որ ամենաշուտ ապավիշենյան դուք ստանաք նոր վիդեոների դեպքում ու պարտադիր կոմենտ գրեք, դուք կանեիք սենց բան, BMW-ի մեջ կդնեիք Mercedes-ի շարժիչ թե չէ։ Բայց կոմենտ գրելուց հաշվի առեք, որ այս շարժիչը իրան շատ լավ է դրսևորում, ինքը ունի լավ հզորություն ու շատ դիմացկուն է։ Գնացինք։ Մոտորը ավտոյի մեջ է իր լապեքով սարքած դրած, կառոպկի լապեն սարքած դրած, կարդանի հետևի կտորը ձգած, դեմի կտորը ոնց ասեցի, արդեն տվել է հրաչը, որ սարքենք, ուլիսը իր տեղն է, մի խոսքով սաղ արդեն արել է, էլի ինչ կա։ Մի հատ էս գիտես, Դա բորդալ ֆիրմայից է։ ասենք ախպերս, ոսկի սաղ, հիմա լսնում ենք ժիտկստը,
Արա հիշենք կարոտի յուղը լցնենք, մոստի յուղը լցենք, սա Ջիտկստը նորից լսում ենք Վարդար ֆիրմայի։ Էնվար բոմմի ռեկլամ։ մի գլատոկ գցի կար։ Լրիվ լցեմ այ։ Մեկը մեջը։ Հա։ Ինչքան լցեմ ախպեր։ Ախպեր Պոլնի բերան լից պտի թողենք օդ։ Բնա։ Դες դա ջիտկստի։ Դաժե չեն նավի։ Էլի բերեմ կար։ Չէ ախպեր էլի բերեմ։ Բեր մի քիչ խմեմ։ Հերուրա բանը ֆիլտրի քանդելու։ Հա հեսա քան։ Ան ոնց որ 6 ամսեկան դնես չի դիմանում։ Բաչեք իջեմ։ Ճիշտ յուղ լցրեք ավտոների մեջ, որ մոտորները ճիշտ աշխատի ու ելքան։ Շուռ ենք տալի մեջը։ Էս են բաղձալի պահնա, որ երկար սպասում ենք յուղը լցնելու։ Այդ նշանակում է վերջը շատ մոտիկ է։ Հիմա յուղը լցնում ենք մեջը ու մենք էլեկտրիկ էդոն գալիս է, որ բոլոր միացումները հոսանքային տա ու փորձենք ստարտ անենք, առաջ ստարտ անենք, խոթանք։